Ժողովուրդ վերջացավ հայտնի մեր Մկրտչյանի պես, բայց իր ուրախությունը այս պարագայում մեզ վերջապես 33 տարի տևեց, չէ՞, եթե չեմ սխալվում։ Եթե չեմ սխալվում, շատ երկար է։ Մենք կհարցնենք շատ շուտով։ Սիրելիներս, վերջապես բացվում է համազգային թատրոնը։ Սա ծափահարություններով եւ ուրախությամբ պատմելու փաստ է, որովհետեւ մեր տաղավարից էլ հաճախ խոսել ենք այն մասին հյուրերի հետ, համազգայինցիների հետ, թե իսկ ինչ նորություն կա թատրոնից։ Ու այսօր ուրախությամբ կարող ենք ասել, որ հունվարի 23-ը համազգային թատրոնի շենքի բացման օրն է, որը ազդարարվում է նաեւ պրեմիերայի տեսքով նոր ներկայացման։ Ինչ է սպասվում այսօրվանից համազգայինի հանդիսատեսին, կիմանանք հենց հիմա մեր հյուրերից։ Մեր տաղավարում է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանը, բարի լույս, եւ դերասանուհի Տաթևիկ Ղազարյանը, ողջույն։ Ողջույն, բարի լույս։ Չենք հարցնելու, հա, բա երբ եք բացվում։ Այլևս ոչ։ Այդ հարցը այլևս արդիական չէ։ Նախ ուզում ասեմ շնորհավորում եմ թե ձեզ, թե մեզ, թե մյուս ընկերներին, ականջները կանչի բոլորին, Նարինկայով ու մնացած բոլոր մեր ընկերներին եւ իհարկե մեր հայ ժողովրդին, որովհետեւ մի շատ հրաշալի, տաղանդավոր մարդկանցով լի թատրոն կունենա իր շենքը արդեն, որտեղ հստակ գիտենք ինչ ներկայացումներ պետք է գնալ ու դիտել։ Դա ինչ է պատմական օր է, որովհետև իրոք երկար տարիների ընթացքում մենք չենք ունեցել մեր շենքը եւ այսօր կարող ենք ասել, որ սա իրոք պատմական օր է ամբողջ թատերասեր հանրության համար եւ Հայաստանի համար, որովհետեւ մենք միշտ ասում ենք անկախ Հայաստանի առաջին զրոյից կառուցված թատրոնի շենքը մենք այսօր բացում ենք։ Հենց որ սա կարծում եմ բոլորի համար տոն է լինելու այսօր։ Այո, նաև հանդիսատեսի համար է տոն լինելու, որովհետև համազգային թատրոնը գուցե չունենալով այն շենքային պայմանները, որին արժան երև երազել է այսքան ժամանակ թատերախումբը, միևնույն է այս տարիների ընթացքում շատ ակտիվ գործունեություն է ծավալել թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս։ Եվ այսօրը ազդարարելու է կրկին նոր ներկայացման մեկնարկով, նոր նվերով հանդիսատեսին։ Ինչ է սպասվում այսօր, ինչ նվեր ունեք մեզ։ Մենք որոշեցինք իրոք թատրոնը բացել նվերով, ինչպես նշեցիք, այսինքն հանդիսատեսին նոր ներկայացումով։ Այնքան հուզիչ ու հաճելի էր, որ այս վերջին ամիսների ընթացքում, երբ մենք խաղում էինք մարզերում եւ երկրի սահմաններից դուրս, հանդիսատեսը անընդհատ մեզ հետևում էր, մեզ գրում էր, զանգահարում էր, դրսում տեսնում, հարցնում էին, որտեղ ենք գալու, երբ ենք գալու, ինչ նոր բանի, այսինքն մեր հանդիսատեսը շատ ակտիվ սպասում էր մեր բացմանը եւ ճիշտ չէր լինի իրենց նորից հին ներկայացումով կամ ուրիշ տեսակ բացել թատրոնը։ Թատրոնը հենց որոշեցինք բացել նոր ներկայացումով ու այսօր երեկոյան կհանձնենք մեր հանդիսատեսի դատին նոր ներկայացում Մորիս Մետերլինգ Սուրբ Անտոնիոսի հրաշքը։ Հրաշքի պես բան է, որ բացվում է մեր թատրոնը եւ հրաշքով էլ բացվում է, այո։ Բեմադրությունը Նարինե Գրիգորյանինն է, բեմի վրա դերասանախմբի 90%-ն է, մեծածավալ ներկայացում է, կարծում եմ, որ պետք է ամեն բան ընթանա այնպես, ինչպես որ մենք սեր ենք դրել, ինչպես որ մենք երազել ենք ու պատկերացնում ենք։ Այսօր հաջողություն ենք մաղթում նաեւ մեր գործընկեր Հայկին, առիթն օգտագործելով։ Այո, Հայկն էլ է բեմում լինելու այսօր։ Եվ ոչ միայն Հայկին, այլ բոլորին, հետաքրքիր է արդեն կա խաղացանք։ Խաղացանքը արդեն կազմված է։ Այսպես բացենք համացանցը, չգիտեմ, համազգային թատրոն, փետրվարի 5-ին, չգիտեմ, տենց այսպես մարտին։ Մենք այն ժամանակ չէինք կարողանում երկարաժամկետ պլանավորում կատարել մեր խաղացանքի, բայց քանի որ արդեն մենք ունենք մեր շենքային պայմանները, շուտով կարծում եմ եկող շաբաթ արդեն մենք կբացենք խաղացանքը եւ արդեն բոլորդ կտեսնեք ոչ միայն փետրվար, այլ նաեւ մարտ եւ ապրիլ ամիսների խաղացանքը։ Այսինքն լեցուն է լինելու խաղացանքը, արդեն մենք մի քանի ամիս նախորդ կկարողանանք գնել տոմսեր եւ արդեն համենալ մեր թատրոնը։ Բայց հեռուստադիտողներին նշենք, որ համազգային թատրոնը երբ ասում ենք նոր շենք ունի, դա չի նշանակում, որ շատ հեռու է նախկին շենքից, հասցե է կոնկրետ փոխվում, պետք է փնտրել ու գտնել քաղաքում։ Չնայած մարդը չգիտի հասցնել։ Կարծում եմ, չէ, բայց եւս մեկ անգամ հիշեցնենք, թե Երևանի սրտի կոնկրետ որ հատվածում է գտնվում թատրոնը։ Քանի որ մեր հանդիսատեսը արդեն սովորել էր, գիտեր ուր պիտի գա, մենք էլ ինչ իրավունք ունեինք հեռանալ, հեռու չէինք տարել, շատ մոտ անմիջապես Թատերական ինստիտուտի հաջորդող շենքը Անրի Վերնոյի 3 հասցեում է գտնվում համազգայինի նոր շենքը։ Սա էլ հասցեն, կարծում եմ
Գիտեք, բայց ամեն դեպքում ավելի այսպես օֆիցիալ ասենք։ Ու նաև կուզեմ նշել, որ փետրվարին խաղացանկը սկսում է, ինչպես հին ներկայացումները, բայց արժևում մենք ունենք ոչ միայն այս պրեմիերան, այլ երկու պրեմիերա, որ այս ամիսների ընթացքում պատրաստել ենք, ու միանգամից հանդիսատեսի դատին հանձնում ենք 3 նոր ներկայացում։ Փետրվար ամսին։ Որ ներկայացումների մասին է խոսքը։ Մեկը դե այսօր արդեն ասեցի հրաշքով բացում ենք, հետո Երվանդ Քոչար քարը ներկայացումը, որի պրեմիերան իհարկե կայացել էր, բայց արդեն նոր շենքում ենք հանձնում հանդիսատեսի դատին, եւ Սիմոն Աբգարյանի բեմադրությամբ Պենելոպե ներկայացումը, որի պրեմիերան Մոսկվայում կայացավ։ Բայց Հայաստանում առաջին անգամ արդեն կունենանք հնարավորություն։ Բայց այդ ներկայացումը Չեխովյան փառատոնի շրջանակներում արդեն բուրըն արձագանքներ ունեցավ։ Բայց մենք դրսերից նաև այլ բուրըն արձագանքներ էլ ունենք, նորություններ էլ ունենք դերասանների հենց առումով, որ նրանք էլ ինչ-որ նվաճումներ ունեն։ Խոսենք հյուրախաղերի մասին, նաև փառատոնների մասին, նաև ձեռքբերումների նոր նվաճումների մասին։ Ինչպես Տաթևը նշեց, մենք բազմաթիվ փառատոնների ենք մասնակցել, թե հանրապետական, թե միջազգային այս ընթացքում եւ 6 ամիս, չնայած մենք մտածում ենք, որ կունենա թատրոնը պարապուրտ, բայց մենք պարապուրտ չունեցանք։ Մենք այցելել ենք կարելի ասել գրեթե բոլոր մարզեր։ Մենք այցելել ենք տարբեր երկրներ, քաղաքներ եւ ինչպես նշեցիք, վերադարձել ենք Գովեստի խոսքերով եւ շնորհակալագրելով պատվոգրերով։ Եվ նաեւ պատվոգիր է ստացել մեր Տաթևը եւ Գագիկը Մադոյան որպես դերասանական լավագույն դուետ Ռիզանի փառատոնին, երիտասարդական փառատոնի, եթե ճիշտ եմ անվանումը հիշում, մեր բարկանում է ներկայացման գլխավոր դերակատարը։ Եվ եթե չեմ սխալվում, նրանք հիմա պատրաստվում են եւս այլ տեղ մեկնելու։ Այո, տարին լիքն է արդեն նախատեսված հյուրախաղեր ունենք։ Մենք այսինքն այսօր եւ ամսի 25-ին խաղում ենք մեր ներկայացումը եւ 25-ի գիշերը միանգամից մեկնում ենք էլի միջազգային փառատոնի Հնդկաստան։ Մեզ համար էլ շատ մեծ է աշխարհագրությունը։ Աշխարհագրությունը մեծ է։ Մի ամիս առաջ Նովոսիբիրսկից վերադարձանք։ Դրանից առաջ Թունիսում էինք, հետո Ռիզանում էինք, Մոսկվայում, հիմա գնում ենք Հնդկաստան։ Մենք էլ չգիտենք ուր ենք գնում, ինչ է մեզ սպասվում։ Բայց ինչ է Փառատոնի մասին շատ լավ բաներ գիտենք, Փափլիկը ներկայացումն է, Փափլիկը սենց մի հատ ճանապարհ է բռնել։ Փառատոնային ճանապարհ է բռնել։ Ու այդպես տեսնենք ինչ կլինի։ Միջազգային փառատոնը հետաքրքիր փառատոն է, նայել ենք, ուսումնասիրել ենք, շատ լավ թատրոններ են գալու հետաքրքիր երկրներ, եւ ահա Փափլիկն էլ կհայտնվի այնտեղ ու դրանից հետո տեսնենք էլ ուր կտանի ճանապարհը, ինչպես նաեւ ապրիլին նախատեսվում է Միացյալ Նահանգներ հյուրախաղերի մի քանի ներկայացումով։ Օվկիանոսի հակառակ կողմում գտնվող մեր հեռուստադիտողները վստահաբար ուշի ուշով կհետևեն, որպեսզի որևէ բան բաց չթողնեն։ Իսկապես փառատոնները շատ կարևոր են մշակութային կյանքը զարգացնելու եւ ակտիվ պահելու համար, բայց քանի խոսում ենք նոր շենքից, հիշելով նախկին բեմի եւ դահլիճի պայմանները եւ նոր հնարավորությունները, արդյոք կան ներկայացումներ, որոնք տեխնիկական նորություններով կներկայանան, փոփոխված գուցե բեմական տարբերակներով կլինեն հանդիսատեսի առաջ, ինչ է սպասվում։ Ես ասեմ, որ տեխնիկական հագեցվածության հետ կապված բոլոր ներկայացումները անցնելու են, այսպես ասած, շտկումներ, որովհետև մենք այո չենք ունեցել այս տեխնիկական պայմանները, այս շենքային պայմանները եւ նաեւ մենք արդեն բռնել ենք sense մի ուղի, որ համարյա բոլոր ներկայացումներում մենք ունենում ենք կենթանի երաժշտություն եւ դրա համար մենք չունեինք համապատասխան տեխնիկա։ Իսկ հիմա արդեն ունենք շատ լավ տեխնիկա, որով կարող ենք հագեցնել ներկայացումները թե լուսային, թե ձայնային։ Այսինքն դա ինչ վերաբերում է տեխնիկական առումով։ Մնացածը Տաթևը հիմա արդեն կասի։ Հիմա որ այս լավ պայմաններում ենք հայտնվել, արդեն մեկ ամսից ավելի է փորձերը ընթանում են, ինչ որ ուզում ենք կա, ինչ լույս ուզում ենք կա, ինչ ձայն ուզում ենք ստանում ենք, երբ ուզում ենք, ասում են, բայց մենք ո՞նց ենք ապրել, ինչեւ հիմա առանց այս լավ պայմանների, հիմա իրապես վայելում ենք այդ ամեն ինչը եւ այո, այն ինչ որ մինչ այդ sense հնարքներով, հնարամտությամբ ներկայացումները եղել են, որպեսի լավ ներկայանանք հանդիսատեսին։ Հիմա արդեն դրանք ավելանա մեր լավ պայմանները ու կարծում եմ, որ ել ավելի հետաքրքիր եւ տեխնիկապես ել ավելի հագեցած ներկայացումներ։ Այո, առաջիկայում թե Սիմոն Աբգարյանի բեմադրությունը, թե Անդրանիկ Միքայելյանի քարը, ինչպես նշեցի, Քոչարին նվիրված ներկայացումը երաժշտությամբ է բեմի վրա հենց, բնական իրական երաժիշտներով ու Եվ այդպես շարունակ, կարծում եմ շատ նորարար ու հետաքրքիր բաներ են սպասվում մեր հանդիսատեսին։ Մի քանի տեխնիկական հարցեր եմ ուզում շփվենք նաև, քանի հոգանոց է հանդիսատեսի սրահը։ Վերջնական լինելու 237։ Այս պահին մոտակա օրերին կլինի 225, բայց մենք այնտեղ ավելացնելու ենք եւ դառնալու է ընդհանուր 237 տեղ։
Ես գիտեմ, որ նաև այս ընթացքում համ շինարարներն են այնտեղ, հա, վարպետները աշխատանք են անում, համ դուք եք փորձանում միասին դեռ հələ այսպես Շատ համատեղ հաճելի էր։ Գալիս էին օրինակ աթոռները ամրացնելու կամ ինչ որ շտկումներ անելու, մենք էլ փորձ էինք անում շինարարները։ Հետո կեսից դուր էր գալիս, թողնում էին նստում, փորձը նայում, միասին վերջում ծափահարում։ Համարի արդեն խորհուրդներ էին տալիս լավ Ես կամաց հասկանում եմ ինչի 33 տարի կառուցվել պատրոն։ Հա, շատ լավ Գալի շփվում էին ընկերաներին։ Արդեն մենք սովորեցինք պատներկել, իրենք սովորեցին ռեժիսորական ինչ-ինչ լուծումներ։ Հրաշալի, բայց դուք ավանդույթին կարծում եմ հավատարիմ կմնաք, դեռ այդ մարզերի ծրագիրը նույնպես կարծում եմ այս տարի նույնպես ակտիվ կլինի, որտեղ շատ մեր հայրենակիցներ, որոնք ելնելով պայմաններից ուղղակի երբեմն լինում է, որ հնարավորություն չի լինում գալ հասնել Անդրեյ Լեռնոյի 3 հասցեում գտնվող համազգային թատրոնի շենք։ Եվ այս տարի նույնպես կա, արդյոք այդ ծրագրում Բնականաբար լինելու է, ամեն տարի մենք այլ ենք, իհարկե այս 6 ամիսը շատ ավելի բուռն ստացվեց, որովհետև մենք այցելեցինք, ինչպես նշեցիք, այն քաղաքներ, մարզեր, որտեղից դժվար են հասնում մեզ։ Մենք Մեղրիում ենք եղել, Սիսիանում ենք եղել, Կապանում ենք եղել, Բերդում ենք եղել եւ այլն, շատ տեղերում ենք եղել, որտեղից դժվար են հասնում մեզ, եւ մենք էինք գնում։ Եվ այդ ավանդույթը շարունակվելու է նաեւ այս տարի եւ նաեւ հաջորդ տարիներին եւս։ Որտեղ մեզ համար դա կարեւոր է նաեւ մարզային զարգացման տեսանկյունից։ Իսկ ընկերությունը շարունակվելու է, չէ՞, թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հետ։ Չէ, վերջ խռովել են։ Վերցել ենք, մենք գնացինք։ Իհարկե շարունակվելու է եւ իհարկե մենք միշտ շնորհակալ ենք Թատերական ինստիտուտին, որ այսքան տարի համբերատար, լուռ ու մունջ, սիրով, ընդառաջելով մեզ հյուրընկալեց եւ մեր կողքին եղավ ամեն դեպքում, իրար հետ համագործակցելով ներկայացումների քանակը, իրենք ընդառաջելով, մենք զիջելով, մի խոսքով ոչ մեկին չենք կարող մոռանալ, ով այսքան տարի եղել է մեր կողքին։ Ես կարծում եմ նույնիսկ դուք հնարավորություն կտաք ուսանողներին նաեւ համագործակցության։ Այո, հենց դրա համար ստեղծված է մեր փոքր բեմ ոչվածը, որտեղ էքսպերիմենտալ ներկայացումներ, թատերականացված ընթերցանություններ եւ ոչ միայն։ Եվ հենց այս պահին եւս այսօր ներկայացման մեջ 2 ուսանող կա, որոնք նաեւ կարելի ասել մեր թատրոնի աշխատակիցներն են արդեն։ Այո, երիտասարդներին միշտ սիրով ենք ընդունել, միշտ ջերմությամբ, այնպես ինչպես ժամանակին մեզ են ընդունել եւ այդ ավանդույթը հենց Սոս Սարգսյանն է հիմնել, դրել եւ աջակցել ու գոտեպնդել, որ այդ լինի, իսկ մենք դա խախտել չենք կարող ու պիտի շարունակենք նույն կերպ։ Եվ վերջապես Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը կարծես սնուցող այն երակը լինի, որն ապահովում է վաղվա մշակութային այն ստեղծագործողներին, դա կլինի թատրոնում, կինոյում եւ ոչ միայն բեմում, այլ հակառակ կողմում նույն կադրի կամ բեմում կուլիսներում աշխատող մարդկանց, ում եւս շնորհավորում ենք, այն մարդկանց, որոնք աշխատում են համազգային թատրոնում եւ այդ ամբողջ հեքիաթի մի մասն են կազմում ու հենց նրանց օգնությամբ է, որ հեքիաթը իրականություն է դառնում, բայց քանի խոսեցինք ավանդույթներից, որոնք շարունակվելու են, արդյոք համազգային թատրոնը շարունակելու է համագործակցության այն ավանդույթները, որ այս տարիների ընթացքում ունի հրավիրյալ արտիստներ, ռեժիսորներ, որոնք կգան թեկուզ մեկ բեմադրությամբ կներկայանան համազգայինում եւ ձեր ստեղծագործողները կգնան այլ թատրոններում աշխատանքի։ Դա ամենաառողջ համագործակցությունն է եւ ամենաառողջ ձևն է թատրոնի ապրելու մեր կարծիքով, միշտ այդպես է եղել համազգայինում, անշուշտ պիտի շարունակվի, գուցե նաեւ ավելի շատ, քանի որ հիմա ավելի հանգիստ ենք, ավելի մեր տանն է, մի բան է հյուրընկալել ուրիշի տանը, մի բան է հյուրընկալել քո տանը եւ արդեն իսկ Սիմոն Աբգարյանը, մեր առաջին հրավիրված ռեժիսորը կլինի նոր շենքում, ում հետ մեծ հաճույքով աշխատեցինք եւ ում ներկայացումը կհանձնենք, ինչպես նշեցի, արդեն փետրվարին եւ նախատեսվում է եւս 2-3 ռեժիսոր այս տարի, որ արդեն հրավիրված են։ Չենք բացելու, չէ։ Դրա համար իհարկե խորհուրդ կտանք մեր բոլոր հեռուստադիտողներին եւ համազգայինի հավատարիմ հանդիսատեսին հետեւել սոցհարթակներում համազգային թատրոնի էջին, որպեսզի որևէ ներկայացում, որևէ իրադարձություն կապված թատրոնի հետ բաց չթողնեք ու իհարկե շտապեք ձեռք բերել տոմսեր, որոնք կարծես սպառվել են առաջիկա 2 օրերի համար, առաջնախավից սկսված կարող են բայց փորձեք հասցնել եւ դիտել լավագույն ներկայացումները։ Շուտ արեք տոմսերը, թե չէ։ Շատ պարզված 33 տարի ես մարդիկ սպասում են իրենց շենք ունենան, ես կտոր ունենան իրենց գլխին։ Ու հիմա արդեն որ ամբողջ ազգով սպասում ենք, որ ունենան, ունեցել են Պատկաստ մեկ չի տոմսեր ինչքան արագ է սպառվելու, շտապեք, դուք էլ որպեսզի տոմսեր ձեռք բերեք եւ անմասն չմնաք։ Շատ շնորհակալություն, եւս մեկ անգամ ուզում շնորհավորեմ ձեզ ու ձեր գլխավորությամբ մեր մյուս ընկերներին նույնպես։ Հաջողություն եմ մաղթում թե այսօրվա ու թե այսօրվանից սկսվող այդ մեկնարկը տրվող այդ ընթացքին։
թող որ միշտ նոր ներկայացումներ, շատ ստեղծագործական, բուրըն ձեր տեսակին եւ ձեր բնավորությանը, ձեր ոճին հավատարիմ մնալով միշտ անդադար այդտեղ Երուսաղեմ լինի։ Միշտ թող հագեցած ու դռները միշտ բաց լինեն բոլորի առջև։ Թիվներ 247-ը կարծում շատ քիչ է, կամաց մինչև 1000-ին կարելի է մոտենալ։ Դահլիճները կավելանան հետո բեմերը։ Առաջ կբրտենք։ Հայավարի էմոցիաս կգործենք առաջ գտանք։ Եթե զգանք տոմսերը շատ լավ է սպառվում, այդպես կփորձենք առաջանալ։ Եվս մեկ անգամ շնորհավոր, շատ ուրախ Ձեզ ենք շնորհակալություն հրգալելու համար, շատ հաճելի է օրը սկսել ձեզ հետ։ Սիրով միշտ պատրաստ ենք։ Իսկ այս բային Շարժվենք առաջ եւ լսենք երաժշտություն։